iPad mini A17 Pro միայն Wi-Fi-ով աշխատող տարբերակը, որովհետև ինձ cellular-ով, այսինքն բջջային կապով աշխատողը բացարձակ հետաքրքիր չէ, եթե ինձ պետք լինի ինտերնետ այստեղ եւ եթե Wi-Fi հասանելիություն չլինի, ապա ունեմ հեռախոս, ունեմ ժամացույց, որով ես կարող եմ ինքս իմ համար Wi-Fi ստեղծել։ Սա վերջին մոդելն է 2024 թվականին է արտադրված, բայց անընդհատ արտադրում են, այսինքն ոչինչ չի փոփոխվել։ Հիմա բացենք, հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում iPad mini A17 Pro Wi-Fi-ը։ Ես նաև ունեմ մեծ iPad, բայց մեծ iPad-ը ֆիլմ նայելու համար է եւ այնքան էլ իմ աշխատանքի մեջ հարմար չէ։ Դա է պատճառը, որ ես ձեռք եմ բերել iPad mini-ն։ Հիմա բացենք եւ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում iPad mini-ն։ Ինչպես միշտ Apple-ը այսպիսի ինչպես իրանք են նշում, անցել են այնպիսի նյութերի, որոնք բնությանը վնաս չեն տալիս, թե որքանով վնաս չեն տալիս, այդքան էլ չեմ հասկանում։ Սա մեր iPad-ն է, հեսա կբացեմ, ինչ կա իր տուփի մեջ, սա լիցքավորման գլխիկն է, շնորհակալություն, ինձ կարծում եմ արդեն պետք է շնորհակալություն հայտնել Apple-ին, որ սա հասկանում եք մեծ ճոխություն է, որովհետև հեռախոսների մեջ, ականջակալների մեջ ընդհանրապես դադարել են լիցքավորման գլխիկներ տեղադրել, շնորհակալություն Կուպերտինոյի տղեկին, որ մեր մասին հոգ են տանում, եւ բնականաբար լարը հենց լիցքավորման էլ ոչինչ այստեղ չկա, ոչ մի հետաքրքիր բան չկա։ Այստեղ ունենք մենք այսպիսի փոքր տուփ, որի մեջ էլի երկու edge, որոնց վրա գրված է, թե ինչպես օգտագործել iPad-ը, եթե ինչ-որ մեկը դեռ չի օգտագործել, չգիտի կամ ընդհանրապես տեխնիկայից հեռու է, այստեղ ցույց են տալիս, թե որ սեղմակները ինչի համար են, այսպիսի մի փոքր թուղթ, որի վրա գրված է, թե ինչ պետք է անել մինչև iPad-ը օգտագործելը։ Չգիտեմ, ում է սա հարկավոր, իմ կարծիքով սա մակուլատուրա է, բարձրակարգ, բայց միևնույն ժամանակ մակուլատուրա։ Եվ հիմա անցնենք հենց iPad-ը բացելուն, տեսնենք, թե iPad mini-ն իրենից ինչ է ներկայացնում։ Էլի մակուլատուրա անհասկանալի է, թե ինչու համար է այսքան։ Դե էլի մերսի Apple-ին, որ դեռ այդքան անում է։ Սա է մեր iPad mini-ն, շատ հարմար է, շատ գեղեցիկ է կարծում եմ, ի տարբերություն նոր iPhone-ների 17-րդ սերնդի մասին է խոսքս։ Շտապ եմ ասել, որ այստեղ պատյանը նույնպես ալյումինից է եւ վնասվելու հավանականությունը շատ մեծ է այս ալյումինի։ Բոլորը օգտագործում են տարատեսակ կաղապարներ, պաշտպանիչ շերտեր եւ այլն։ Ինչն է այստեղ տարօրինակ, այստեղ ներսում տեղադրված է A17 չիպը, այսինքն իր հիմնական չիպը A17 չիպն է։ Բնականաբար շատ լավ չիպ է, այդտեղ խոսք լինել եւ գնալ չի կարող։ Բայց միևնույն ժամանակ ես չեմ հասկանում, թե iPad mini-ի ինչին է պետք A17 չիպը։ Դա շատ հզոր չիպ է։ Ես այս iPad mini-ով չեմ պատրաստվում ինչ-որ լուրջ խաղեր խաղալ, չեմ պատրաստվում նկարահանումներ անել, չեմ պատրաստվում մոնտաժ անել սրա վրա եւ ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչին է պետք մարդկանց նման փոքր iPad-ի վրա A17 չիպը, որը Կուպերտինոյի տղեկը անընդհատ դնում են, ասում են արագ է, հզոր է, գերհզոր է եւ այլն տեսախցիկը սովորական 12 մեգապիքսելանոց, ոչ լավ, ոչ վատ տեսախցիկ է ու տեսախցիկ է, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը iPad-ով 2025 թվականին կամ 23 կամ 24 կամ 21 թվականին նկարահանում է անում եւ օգտագործում է, եթե պայտակ ինչ-որ նկարներ են պետք, կարելի է նկարել, բայց որպես լավ որակով ոչ։ Ինչի համար եմ ես գնել այս iPad-ը։ Ես պարզ ասեմ, սա շատ ունիկալ սարք է եւ ոչ բոլորն են գնում եւ շատ քիչ քանակությամբ է սա
վաճառվում։ Կան մարդիկ, ովքեր ուզում են ունենալ պարզապես iPad, մեծին գումարը չի երիքում, դրա համար նախընտրում են առնել սա, որը մոտավորապես 50%-ով ավելի էժան է, քան թե մեծ iPad-ը։ Իրականում իր հզորություններով այնքան էլ չի զիջում մեծ iPad-ին։ Ես սիրում եմ գրել եւ ես սիրում եմ կարդալ։ Սա ինձ համար գրելու համար շատ լավ է, այսինքն թեյփ անելու համար, հավաքելու համար, տարբեր տեղեր օգտագործելու համար, որովհետև ես լինում եմ ինչ-որ տեղեր, որտեղից պետք է տեքստ պարզապես կարդալ եւ տեսնել։ Այդ առումով ինձ համար սա շատ լավ գործիք է, բայց արդյոք արժի սա վերցնել ֆիլմ դիտելու համար, չեմ կարծում, խաղ խաղալու համար չեմ կարծում, ֆոտո-վիդեո նկարահանման համար նույնպես չեմ կարծում։ Մեծ հաշվով ես սա օգտագործել եմ որպես էլեկտրոնային բլոկնոտ, ոչ ավել եւ ոչ էլ պակաս։ Եթե դուք ունեք այլ կարծիքներ, խնդրեմ կոմենտներում կիսվեք իմ հետ ձեր կարծիքով, ես մեծ հաճույքով կլսեմ։ Այստեղ մարտկոցը 5078 մА է, որը ոչ լավ է, ոչ վատ է, նորմալ է։ Այսպես ասած, RAM-ը 8 GB է, հիշողությունը տվյալ սարքի 128 GB է, որը կարծում եմ բավարար է ամեն ինչի համար, շատ հարմար է ձեռքում բռնելու, օգտագործելու համար, մեկ ձեռքով կարող եք բռնել, բնականաբար սա խոսալու համար չէ, ինչպես եւ նշեցի, ես սա օգտագործելու եմ որպես էլեկտրոնային նոթատետեր, սա միակ ֆունկցիան է, որ ես ձեռք եմ բերել, ինչպես նշեցի քիչ առաջ, ես ինչ-որ տեքստեր ունեմ, որտեղ ինչ-որ տեղեր պիտի կարդամ, ինչ-որ մարդկանց մոտ պիտի խոսեմ, այսպես ասած, ելույթ ունենամ եւ սա ինձ շատ պետքական է։ Ուրիշ ես չեմ հասկանում այս iPad-ի, mini iPad-ի իմաստը։ Եթե դուք ուզում եք ունենալ փոքրիկ սարք, ապա կարող եք վերցնել օրինակ 15 Pro Max-ը, որը մի քանի անգամ ավելի ուժեղ device է, քան սա, եւ այստեղ կա լավ նկարահանում, լավ տեսախցիկներ, մի խոսքով ամեն ինչ այստեղ կա, որը չունի սա։ Խաղերի առումով սա մի քանի անգամ ավելի ուժեղ է, եւ ամենակարևորը շատ նուրբ է, շատ գեղեցիկ է, բայց միևնույն ժամանակ շատ նուրբ է, այստեղ ալյումինը, իսկ ալյումինը դա պինդ մետաղ չէ, ունի բնավորություն, տենց ալյումինը միշտ խազվում է։ Արդյոք արժի նման սարքին տալ մոտավորապես 400-ից 450 դոլար բոլորովին նոր վիճակում, չեմ կարող ասել, նայած ինչի համար եք դուք օգտագործում։ Կան տեղեր, որ անփոխարինելի է սա, եւ մեծամասամբ իմ կարծիքով անիմաստ մի սարք է, որը կարելի է օգտագործել, կարելի է չօգտագործել, որովհետեւ բազմաթիվ այլ device-ներ կան, նույն iPhone-ը հեռախոսները, Samsung-ները հեռախոսները, մեծ iPad-ները, MacBook-երը, այնպես որ այդքան էլ ես iPad mini իմաստը չեմ կարողանում հասկանալ։ Ահա, միացավ այստեղ ոչ մի նորություն չկա, ոչինչ չեմ կարող ասել, բոլորը ծանոթ եք, բոլորը գիտեք iOS-ն է, վերջին iOS-ը 26-ը թույլ է տալիս, որպեսզի բնականաբար update անեք եւ օգտագործեք iOS 26-ը, բայց ինձ մի բան է հետաքրքիր էկրանի հնարավորությունները հիմա տեսնենք։ Իդեպ սա ես մուտք եմ գործել պարզապես Safari browser-ով առանց որևէ app-ի օգնության։ Ասեմ ձեզ, որ էկրանը իրոք տպավորիչ է, էկրան ունի, որպեսզի հասկանալի լինի, հիմա ես այստեղ ցույց կտամ։ Եթե տեսնում եք, այստեղ գրված է, թե ինչ որակի է վիդեոն ցուցադրվում, բնականաբար այս հաճելի պահերը մենք ունենք iPad-ի վրա, անկեղծ ասեմ, շատ տպավորված եմ էկրանից, շատ, սա որպեսզի հասկանալի լինի, 8K վիդեոյի մասին է խոսքը գնում, հրաշալի է, վիդեոն իրոք, սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, այստեղ Apple-ը իր բարձրության վրա է, այո, շատ դժվար է մյուս սարքերին, device-ներին մրցել այս ամենի հետ։ Կաղապարը ալյումինից է, շուտ է վնասվում, բայց ներսում այնպես է ինչպես որ պետք է լինի եւ իմ կարծիքով նման չափսի device-ների մեջ, որքան էլ որ տարօրինակ հնչի ամենավերջում իմ կարծիքը, նման չափսի device-ների մեջ պարզապես հավասարը չունի եւ ստերեո սաունդ
եւ ամենաբարձր որակի վիդեոները առանց որևէ խնդիր կարող եք նայել, ցուցադրում է ինչպես տեսնում եք եւ չէ կարող է այդտեղ խնդիր լինել։ Ես տպավորված եմ։ Խորհուրդ կտամ արդյոք ձեզ գնել այս device-ը։ Չեմ կարող ասել։ Դա կախված է թե դուք եւս մեկ անգամ կրկնեմ ինչի համար եք օգտագործելու device-ը եւ դրանից ելնելով նոր դուք որոշեք արժե ծախսել մոտ $400-450 iPad mini-ի վրա, թե չարժե ծախսել։ Գրեք ձեր կարծիքը եւ գրեք թե այն ինչի մասին կուզենայիք որ խոսե։ Իսկ ես խոսելու եմ եւ ասեմ որ ապագայում ոչ այնքան հեռու ապագայում լինելու է խաղարկություն iPhone 17 Air-ի, iPad mini, ժամացույցի Apple Watch-ի եւ անլար ականջակալների, բնականաբար բոլորը Apple-ից են լինելու, բնականաբար բոլորը ամենավերջին սերնդին։ Այնպես որ կիսվեք ձեր տպավորություններով, ես էլ կփորձեմ ավելի շատ նման վիդեոներ նկարահանել։